This is one of the most important days, in my opinion, in American history. Սպանդ, այսպես են տնտեսագետները բնորոշում ֆոնդային շուկաներում տիրող իրավիճակը, որն առաջացել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած առևտրային պատերազմի հետևանքով։ Անցած շաբաթ Սպիտակ տան ղեկավարը հրապարակեց նոր քաղաքականությունը, որն ի թիվս այլ երկրների 20% մաքսատուրքեր է սահմանում Եվրամիությունից, ավելի քան 30% Չինաստանից, Վիետնամից, ասիական այլ երկրներից ներմուծվող ապրանքների վրա։ Այս որոշմանը ասիական խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային շուկաներն արձագանքում են չափազանց ծանր, բորսաները բացվել են ցավոտ անկումներով։ Խոշորագույն ֆոնդային ինդեքսները Շանհայից Տոկիո և Սիդնեից մինչև Հոնկոնգ երկուշաբթի օրը բացված առքուվաճառքից անմիջապես հետո միայն կորուստներ են արձանագրում։ MSCI Asia Pacific Index-ը, որը ներառում է ասիական խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 13 երկրների խոշոր և միջին կապիտալով ընկերություններ, բախվել է 2008 թվականից ի վեր իր ամենախոշոր անկմանը, կորցնելով ավելի քան 7%։ Ճապոնական Nikkei 225-ի կացությունն ավելի դրամատիկ է, ընկերությունն արձանագրել է մոտ 20% կորուստ։ Եվ քանի որ ասիական տարածաշրջանն է արտադրում ամբողջ աշխարհում վաճառվող ապրանքների մեծ մասը, ամերիկյան մաքսատուրքերից ամենաշատը տուժում են հատկապես ասիական երկրները։ Տարածաշրջանն առանձնահատուկ զգայուն է հատկապես վերջին օրերի մռայլ կանխատեսումների նկատմամբ, որոնց համաձայն համաշխարհային առևտրային պատերազմը կարող է դանդաղացնել կամ նույնիսկ այնպիսի ռեցեսիայի հանգեցնել, որն աշխարհը մինչ օրս չի տեսել։ Goldman Sachs-ը արդեն 10%-ով բարձրացրել է առաջիկա տարում Միացյալ Նահանգներում ռեցեսիայի հավանականության գնահատական, այն հասցնելով մինչև 45% հավանականության։ Wall Street-ի այլ ներդրումային ընկերություններ նույնպես վերանայում են իրենց կանխատեսումները մաքսատուրքերի մասին Թրամփի վարչակազմի հայտարարությունների ֆոնին։ JP Morgan-ը ևս Միացյալ Նահանգներում եւ աշխարհում ռեցեսիայի հավանականությունը գնահատում է 60%։ Այս ընկերության մասնագետները փոխել են նաեւ ամերիկյան տնտեսության վերաբերյալ իրենց լավատեսական գնահատականները նախկին 1.3% աճի կանխատեսման փոխարեն այժմ ենթադրում են 0.3% անկում։ Այս ամենի ֆոնին Wall Street-ի բորսաները մի քանի ժամ առաջ բացվեցին բաժնետոմսերի կտրուկ նվազմամբ։ Ամերիկյան 3 հիմնական ինդեքսները վաղ առքուվաճառքի ժամանակ անկում են գրանցել ավելի քան 3%-ով։ Թրամփի առևտրային պատերազմին շուկաների արձագանքն արտացոլում է ներդրողների վախը համաշխարհային տնտեսական լճացման նկատմամբ։ Վաշինգտոնը պետք է սեղմի դադարի կոճակը, կարծում է տնտեսագետ Փարիզի միջազգային հարաբերությունների դպրոցի դասախոս Արանչա Գոնսալես Լայան։ US, markets in Europe, markets in Asia are rattling. Միացյալ Նահանգների, Եվրոպայի, Ասիայի շուկաները ցնցված են։ Ցնցված են, քանի որ Թրամփի վարչակազմի հայտարարած քայլերը շատ ավելի կոշտ են, քան կարծում էին շուկաները։ Քանի որ դրանք ընդհանրական են, քանի որ դրանք թիրախային չեն եւ քանի որ դրանք հիմնված չեն տնտեսական փաստերի վրա։ Եվ այս ամենը բացասական ազդեցություն է թողնում շուկաների վրա, ահաբեկում ներդրողներին։ Տնտեսական ծանր հետևանքների 10-ից 15% գնաճի կանխատեսումների ֆոնին նախագահ Թրամփը համոզմունք է հայտնել, թե դրամատիկ իրավիճակը ժամանակավոր է։ Արդյունքում ներմուծման ծավալների կրճատմանը զուգահեռ կընդլայնվեն ամերիկյան արտադրության ծավալները, համապատասխանաբար երկրում կստեղծվեն նոր աշխատատեղեր։ Մինչ այդ նա ամերիկացիներին հորդորել է խուճապի չմատնվել։ Եղեք ուժեղ, խիզախ եւ համբերատար, արդյունքը կլինի հզորացում, սոցիալական ցանցերում այսօր գրել է նախագահ Թրամփը։ Համաշխարհային եւ նույնիսկ ամերիկյան տնտեսությունում ստեղծված դրամատիկ այս իրավիճակին անդրադառնալով Թրամփը չէր էլ թաքցրել, մտահոգված չէ։ Երբեմն ինչ-որ բան շտկելու համար տեղ է պետք։ Սպիտակ տան ղեկավարը նաև հավելել է, որ անցած հանգստյան օրերին Եվրոպայի եւ Ասիայի առաջնորդների հետ է զրուցել, որոնք մաքսատուրքերը նվազեցնելու հույս ունեն։ Նրանք պատրաստվում են բանակցությունների նստել, նրանք ցանկանում են խոսել, բայց չի լինի, եթե նրանք մեզ ամեն տարի շատ փող չվճարեն։ Մինչ աշխարհի երրորդ տնտեսությունը Չինաստանը անցած օրերին առանց երկար սպասելու պատասխան հարված հասցրեց Թրամփի կողմից սահմանված նոր սակագներին, ամերիկյան ապրանքների համար սահմանելով 34% մաքսատուրք, Վաշինգտոնի մյուս խոշորագույն առևտրային գործընկերը Եվրամիությունը դեռ չի շտապում գործի անցնել։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, Բրյուսելը բանակցություններում արդյունքների հասնելու հույս ունի։
and that in parallel we are preparing. Շատ հստակ է, մենք բաց ենք բանակցությունների համար եւ զուգահեռաբար պատրաստում ենք հնարավոր հակաքայլերի ցանկ եւ անհրաժեշտության դեպքում պատասխան այլ միջոցներ։ Մենք նախընտրում ենք բանակցային լուծում գտնել։ Նախագահ Թրամփի մերձավոր զինակիցը միլիարդատեր Իլոն Մասկը, որը համակարգում է Միացյալ Նահանգների արդյունավետության պետական դեպարտամենտի աշխատանքը, երեկ ի դեպ անուղղակի Իրան համաձայնությունն է հայտնել ամերիկյան իշխանությունների նոր քաղաքականությանը, մասնավորապես Եվրամիությունից ներկրվող ապրանքների համար 20%-անոց մաքսատուրքերին։ Ես հուսով եմ, որ ի վերջո բոլորը կհամաձայնեն, որ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները պետք է իմ կարծիքով անցնեն զրոյական մաքսատուրքերի, փաստացի ստեղծելով ազատ առևտրային գոտի Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի միջև։ I'm hopeful that there can be a very close relationship with America and Europe.